ներկայացնում, որը Հիմա ես նորից հարց եմ տալի, պարոն Սարգսյան, թվերը պարոնապանյանն ասում է մոտ է իրականությանը, թվերը կան թվեր, որոնք հրապարակման ենթակա չեն, դուք ձեր կարծիք ասեք, պաշտպանական գերատեսչության կարծիքը, ես կարամ նիստը բացեմ, կարամ փակեմ, ես համաձայն չեմ Եթե ձեր համաձայնությունը այստեղ առաջնային չի, ասեք, Եթե հնչեցվելու են թվեր, որոնք ստույգ են եւ կարող են արտացոլել, եթե հնչեցվելու են կամ թվեր, արի նստի սեղանի կողքը, Պարոն Սարգսյան, պատասխան։ որոնք կարող են արտացոլել իրական վիճակագրությունը կամ նույնիսկ շատ մոտ լինեն, ես պնդում եմ, որ ցանկալի չի նման թվեր հնչեցնել եւ հրապարակային ներկայացնել։ Եթե տոկոսային հարաբերությամբ են ներկայացվելու, դա այլ տրամաբանություն է, իսկ եթե չգիտեմ, արհեստական բանականությունով կներեք, արհեստական բանականությունով էլ միգուցե մեր գործընկերները չկարողանան հստակ կարծիք կազմել, որովհետև դա իրականությունը չի, ես ուզում եմ իրական թվերի շուրջ խոսենք, եթե համակարծիք եք, որոշում կայացնենք, Ես իրական թվերը չեմ ցանկանում ներկայացնել, որպեսզի գաղտնիության հետ կապված այդ օրենսդրական պահանջը չխախտվի, բայց նաև ցանկանում եմ արկա իրավիճակը ներկայացնել, որպեսզի հասկանալ լինի։ Այսինքն մի վարքյան պարոն Սարգսյան կներեք, Զորակոչի երթականների 69%-ը եւ զորակոչվել է 31.4%-ը։ Սա հրապարակվել է, մի քանի անգամ սրա մասին խոսել ենք, նաև ոչ միայն ես, տարբեր փորձագետներ խոսել են սրա մասին, այսինքն բաց աղբյուրների հայտնի տեղեկատվությունը։ հա, մի բան ֆիքսենք ու գրանք առաջ, սա իրական թվեր չէ, Այո, մենք այս թվերով եզրահանգման, դա իրական, սա իրական թիվ է։ Թվերը մոտակված թվերը կլորացած, որպեսզի ավելի հեշտ լինի հաշվել։ Հիմա մենք ինչ եմ ես առաջարկում, մենք տեսնում ենք, որ զորակոչի հետ կապված ունենք լրջագույն խնդիր, քանի որ մեր զորակոչի ենթականների 31.4%-ին են կարողացել տանել պարտադիր զինվորական ծառայության։ Հիմա ուզում եմ ասել, թե ինչպես է ստացվում, որ մենք չենք կարողացել զորակոչել շուրջ 69%-ի մասերի բաժանած ներկայացնել։ Այսինքն սա 100% է, ովքեր որ չեն զորակոչվել, նրանցից 80-ից 82%-ը չեն զորակոչվել առողջական խնդիրների պատճառով կամ պատրվակով, իրենք առողջական։ Մոտ 4%-ը չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության, այսինքն խուսափում են զորակոչի ներկայանալուց։ Եվս մեկ շատ կարևոր խնդիր, որը մենք ունենք, դա քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերն են, որը վերջին 4 տարիներին, 5 տարիներին աճել են եւ մոտակված տարեկան ունենք մոտ 2000 քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիներ։ Հիմա որպես օրենսդիր ես ինչ եմ առաջարկում, ինչ լուծման տարբերակ եմ առաջարկում, որպեսզի մեր այն քաղաքացիները, ովքեր որ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից որևէ ճանապարհով, առողջական խնդիրներով կամ քաղաքացիությունից հրաժարվելով կամ ուղղակի չներկայանալով, մենք ինչ գործողություններ պետք է անենք, որպեսզի դրա դեմը առնենք, առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ պետական վճար, որը հավասար է, եթե հաշվենք 300,000 դրամ ամսական աշխատավարձով, սա 300,000 դրամ աշխատավարձով 50 ամսվա աշխատավարձի մոտակված թիվ է, իդեպ մեկ օրենսդրության մեջ արդեն ունենք 15 միլիոն դրամը ծառայություն չանցնելու դիմաց վճարը, որը ընդունել ենք 2024 թվականից եւ գործում է։ Ինչ է ասում այդ օրենքը առաջին ծառայության մասով։ Քաղաքացիները կարող են ծառայել 0 օր եւ վճարել
15 միլիոն դրամ։ Սա նշեմ, որ վերաբերվում է 27-ից 37 տարեկան պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած առանձնանց։ Երկրորդ հնարավորությունը, որը մենք ընձեռում ենք, ծառայել 1 ամիս եւ վճարել 8 միլիոն դրամ։ Երրորդ տարբերակը ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ ծառայել 12 ամիս վճարել 2.5 միլիոն դրամ։ Եվ ծառայել 24 ամիս եւ չվճարել որևէ դրամ։ Նշեմ, որ այս օրենքից օգտվել է մոտ 100 քաղաքացի, նրանց մեծամասնությունը շուրջ 60%-ը վճարել են 15 միլիոն դրամ եւ չեն ծառայել։ Շուրջ այս օրենքի ընդունման արդյունքում այս պայդրությամբ հավաքագրվել է 100 միլիոնից ավել գումար եւ շարունակվում են քաղաքացիները օգտվել։ Այլապես, եթե մենք այս հնարավորությունը չտանք, նրանք ունեն մեկ հնարավորություն վերադառնալու կամ հայտնաբերվելու դեպքում դատապարտվել մինչև 3 տարվա ազատազրկման, բայց փորձը ցույց է տալիս, որ չեն դատապարտվում, դրա մասին հաջորդիվ կխոսենք։ Այսինքն այս 15 միլիոնը, որը որ վճարում է 0 ծառայության դիմաց, առաջարկվում է, որպեսզի սահմանվի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Հաջորդ կետերը, որոնք մենք առաջարկում ենք, այս հատվածում Կառավարության 404 որոշման մեջ կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրներ ունեցողներին զորակոչել պարտադիր զինվորական ծառայություն սահմանափակումով, այսինքն վերային քաղաքացիներ, ովքեր ունեն այնպիսի խնդիր, որը ծառայության որոշ տեսակների հետ անհամատեղելի չեն, նրանց տանենք այդպիսի ծառայության, պայմանականորեն եթե նա կարճատես է եւ -6 կարճատեսություն ունի, բայց ակնոցներով կամ թաղանթային նիզաներով կարող է լիարժեք ծառայություն իրականացնել, դրան զորակոչել պարտադիր զինվորական ծառայության, բայց այնպիսի ծառայության մեջ, որը իր առողջությանը չվնասի, այսինքն օրինակ հրաձիգ չլինի, բայց այլ ծառայության մեջ ներգրավված լինի։ Երկրորդ առաջարկը սահմանային տարիքը 27-ը դարձնել 32, սա նշեմ, որ մեր գործող օրենսդրության պարտադիր զինվորական սահմանային տարիքը 27-ն է այսօր, բայց քանի որ արդեն ունենք 37, ես պլեյն առաջարկել էի, կառավարության առաջարկել էի բոլորի համար դարձնենք 37, բայց քննարկումների արդյունքում կառավարությունը առաջարկել է սահմանել 32, ինչի հետ ես համաձայնել եմ եւ արդեն դրա մշակված ներառված է նախագծի մեջ։ Երրորդ տարբերակ այս 15 միլիոնի տարբերակն է, որը արդեն նշեցի, չորրորդը վերականացնել փորձաքննությունից հրաժարվել։ Ինչի մասին է խոսքը, մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր տարեկան ինչպես տեսակ ազատվել են ծառայությունից մոտ 69%-ը, որոնց գերակշիռ մասը 80%-ը ծառայությունից խուսափում են առողջական խնդիրների պատճառով եւ հաճախ մեր իրապահ մարմինները ստանում են տեղեկատվություն, որ այդ առողջական թղթերը կեղծ են եւ ցանկանում են կրկնակի փորձաքննության ենթարկել, հարուցվում է քրեական գործ, սակայն մեր քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են կրկնակի փորձաքննությունից կամ նմուշ տալուց, որը քրեական պատասխանատվություն չի ենթադրում այժմ եւ այսպիսով նրանք այս ճանապարհով շարունակում են խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, քրեականացնելով եւ նախատեսելով 1-ից 3 տարվա պատիժ, մենք մեր քաղաքացիներին կհորդորենք, որպեսզի գան կրկնակի փորձաքննության եւ այսպիսով համոզվենք իրականում նրանք վատառողջ են, թե որոշ ապօրինի ճանապարհով են ստացել այդ թղթերը, սա նաև կանխարգելիչ դեր է ունենալու այն անձանց համար, ովքեր որ այդ բժշկական թղթերի տակ ստորագրելու են, քանի որ ենթադրվելու է, որ առաջիկ ապագայում հնարավոր է, որ կրկնակի փորձաքննությամբ պարզվի, որ նրանք կեղծիք են կատարել։